Բայց դրանք չեն կոնկրետ թիրախային բնույթ եւ ինտենսիվ չեն Լսեք, հիմա սահմանան, լսեք, դա ես չեմ կարող ձեզ այդ կանգնած բացատրեմ։ Դա պետք է գոնե մի երկու ամիս սահման պահած լինեք, որ իմանաք դա ինչի համար է արվում։ Հիմա դուք կարող բացառեք։ Չէ, Հիմա դուք վտանգ տեսնում եք ինչի համար է արվում։ Լսեք, օրինակ ես հաջատեղյակ եմ, որ օրինակ երբ որ սահմանային դիրքեր մենակ մառախուղ է լինում, մարդիկ ուղղակի օդ են կրում, եւ այս կողմից եւ մյուս կողմից, երբ որ տեսանելիություն չի լինում։ Այսինքն կարծում եք, որ ադրբեջանական կողմում չկա տեսանելիություն, Լսեք, տեսանելիության հարցը չի, ես մենակ եմ վերում։ Դեպքեր է լինում, երբ որ կարակում ենք մենք օդ, իրանք դեռևս 2000-ականներից սկսած։ Դա հակառակորդին տեղյակ պահելու մասին է, որ մենք մեր դիրքերում ենք եւ նույնը իրենք էին անում։ Այս կարակոցները վերջի օրերին ես շատ լավ քաջատեղյակ եմ, սրանք չեն կրում կոնկրետ թիրախավորված եւ ինտենսիվ բնույթ չեն կրում։ Վիրավորներ չկան։ Ոչ, դա պատճառներից մեկն է, էլի եմ ասում, դրա համար դուք սահման չեք բայ, չեք կարող դրա մասին իմանալ։ Չէ, ես չեմ արդարացնում, բնականաբար, եթե արդարացնելու լինել, ասենք հիմա ադրբեջանական կողմը որ անդադ բան, հապատակություններ տարածում, որ հայկական կողմը կարակում է։ Նույն Սյունիքի դիրքերի ուղղությամբ։ Դա համապատասխանում է իրականություն, թե ոչ։ Չէ, վտանգներ չեք տեսնում, որ ասում եք պատճառներից Եթե կարակոց կա, վտանգ ամեն դեպքում կա։ Բա Հայաստանի պաշտպանության նախարարության հաղորդագրությունը կարդացել եք, այնտեղ բան կա, որ անհասկանալի։ Ասում եմ վտանգավոր չեն այդ գրակոցները, բայց խնացախի բնակիչներն անհանգստացած են։ Լսեք, անհանգստությունը այո կա, բայց վտանգ չկա այն առումով, որ կրկնում եմ, նախ իրանք ինտենսիվ բնույթ չեն կրում, երկրորդը չեն թիրախավորում կոնկրետ մեր դիրքերը եւ այսպես ասած հենց այդ անհանգստությունը առաջացնելու պատճառով է։ Մեծամասամբ եւ իհարկե խաղաղության օրակարգը հիմա դուք հակառակն եք ասում, ճիշտ հակառակն եք։ Հենց նոր դուք ասում եք, եթե կա գրակոց, կա վտանգ, հիմա ճիշտ հակառակ բան եք։ Չէ, վտանգ ինչի նկատմամբ։ Այսինքն մարդկանց կյանքին վտանգ չկա, որովհետեւ կրկնում եմ թիրախավորված չի, կոնկրետ ինտենսիվ չի, ասենք բացի, եթե չեմ սխալվում, այնտեղ հրաձգից բացի ուրիշ զինատեսակ չի կիրառվում, այդ տեսանկյունից վտանգ չի, բայց ընդհանուր ինքը կայունության Սյունիքի սահմանամերձ գոտիների համար բնականաբար վտանգ է ներկայացնում։ Ինչու է Ադրբեջանը նսեմ ասում խաղաղության օրակարգը ձեզ։ Շատ բարձ պատճառով, որ չի ուզում կնքի խաղաղության։ Բա դուք ո՞նց եք կնքելու Ադրբեջանի խաղաղության պայմանագիր, երբ իրենք չեն ուզում։ Երբ որ կուզենան երկուստեք կնքենք։ Նաև երեք Եթե հայտարարությունները չեք կարծում հայտարարությունները կարող են կանխել օրինակ ապագա վտանգների ռիսկը, հա կամ էսկալացիայի ռիսկը, եթե Հայաստանի այսպես պաշտպանության նախարարությունը Լսեք, բոլոր դեպքերում երբ կարակոցները լինում են թիրախավորված մեր դիրքերի ուղղությամբ, տների ուղղությամբ, սահմանամերձ յուղերի ուղղությամբ կոնկրետ այդ բոլոր դեպքերում պաշտպանության նախարարությունը անում է հայտարարություն։ Այն բոլոր դեպքերում, որը դա չի կրում ինտենսիվ չի թիրախավորում բնակչությանը, ես կարծում եմ, որ հայտարարելը դրա մասին պաշտպանության նախարարության կողմից կարող է հակառակ էֆեկտ տալ։ Իսկ կարող է կանխարգելիչ քայլ ունենա, դա չէ։ Լսեք, ինչի կանխարգելիչ։ Ես չեմ կարծում։ Ապագա ռիսկերի։ Ոչ, չեմ կարծում։ Շնորհակալություն։